Իսկ դու գիտես Աստծո սիրտը, իսկ դու գիտես, թե ինչպիսին է Աստված ուզում տեսնել մեզ։ Նա իր սեփական օրինակով է մեզ ցույց տալիս, քանի որ գիտենք, որ Աստված սեր է, եւ Կորինթացիս 13-րդ գլուխը ամբողջությամբ նկարագրում է Աստծո էությունը, հետեւաբար մենք մեր անձն էլ պետք է համեմատենք այդ օրինակի հետ։ Եվ եթե հիմա կկարդամ այս 13-րդ գլուխը, եթե մեզ համեմատելով տեսնենք, որ ինչ որ մի բան այն կերպ չենք անում, չի համապատասխանում այս գրությանը, ուրեմն մենք կարիք ունենք խնդրելու Աստծուն, որ մեզ օգնի, որ դառնանք այսպիսին։ Կորինթացիս 13-րդ գլխի 4-րդ խոսքից եմ կարդում. Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում, անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի անհետանում։ Սիրելիս, այսպիսին է Աստված եւ այսպիսին պետք է լինենք մենք։ Եվ մենք այսպիսին դառնալու մեջ ունենք Աստծո կարիքը, մենք ինքնուրույն չենք կարող սա անել, եթե չխնդրենք Սուրբ Հոգուն, որ մեզ օգնի։ Ամեն օր խնդրի Աստծուն, որ մեզ դարձնի իր պես սեր, Աստված օրհնի քեզ։